Եվ քաղաքականացրել է համալսարանները, որտեղ 20 տարի մենք մուտք չունենք, հրավեր չունենք համալսարաններ, 20 եւ ավելի տարիներ, որտեղ հանրապետական են ուս խորհուրդները, որ դու պիտի կուսակցական դառնաս կոմունիստ, այսպես ժամանակաշրջանի հանգույն, որ տեղ հասնես։ Եվ գիտենք, թե այնտեղ ինչպես են մարդիկ իրենց դիսերտացիաները պաշտպանում եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա այդ մարդը այնտեղ իր կուսակցական պատկանելիության բերմամբ մտել է կոռուպցիոն դաշտ եւ pedagogan իր հանձնարարությունը դարձել է կուսակցական։ Այդ նույն մարդը մեր Հովսեփ Խուրշուդյանի, նոր Հայաստանի առաջի դեսպան Խուրշուդյանի կողքը կնստի Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում, քաղաքական վեհաժողովում Բրյուսել, եւ այդ մարդը, երբ որ խոսքը գնում է ներքին հարցերի մասին, ընտրությունների, սուդի գեղձիկի մասին, ինքը չգիտի ինչ ասի, կամ պաշտպանվում է, կամ լռում է։ Բայց ազգային հարցերում ինքը նորմալ պաշտպանում է ազգային շահը։ Նորմալ։ Հիմա եթե նման մարդիկ ձերբազատվեն կուսակցական այդ հրահանգից, դառնան ժողովրդի ներկայացուցիչը, մի փոքր այսպես ներողամտության հայց լինի, որտեղ ժողովուրդը տեսնում է գործունեությունը, բայց նաև համբերադար է, ներող է։ Նման մարդիկ կան, որ շատ լավ էլ, ինչպես եղավ 3-4 օր առաջ, Խուրշուդյանը եւ Աշոտյանը գող-գողքի արտաքին քաղաքականության, Արցախի հարցով շատ լավ իրենց պահեցին։ Եվ մենք գնահատում ենք դա։ Բայց երբ որ դու դա անում ես որպես գեղձիկ իրականացած կուսակցության ներկայացուցիչ, պետական հանցագործության մեջ թաթախված կուսակցության ներկայացուցիչ, չես կարող ակնկալել, որ եվրոպացին, թե ռուսը կամ ամերիկացին ամեն մեկը իր շահից ելնելով պիտի ընկալի քո ասածը, քո իրավունքը։ Իրենք էլ իրենց շահերը ունեն, իրենք էլ իրենց երեսպաշտություն ունեն, բայց մենք ամուր պիտի լինենք, իրավունքի վրա պիտի հիմնվենք, ազգային շահ, քաղաքացու ազատություն, նորմալ բաներ, եւ մենք պարտավոր ենք դա անել։ Եվ թող ոչ մեկը հեքիաթներ չխոսի հիասթափության մասին, ինչ որ մարդկանց դներով ուղարկելու մասին։ Ես 21 օր ու գիշեր ստեմ մնացել եմ հրաբարակային մի քանի անգամ։ Դրա համար այդ մարդիկ, որ գելց թեզեր են առաջարկում, առասպելներ, խնդրում եմ, հրեդորապանությունը թե բադվայրը չգիտեմ, թե ազնիվ գարցիկ է, ձեր իրավունքն է, բայց ոչ մեկը չի քայլում բռնության ջանքով, մենք ապահովելու ենք խաղաղ ընթացքը, Սարգսյանի հրաժարականը, ապա եւ ժողովրդական վստահության կառավարություն, որը ինքը ստանցնելով պատասխանատվությունը ոչ անպայման իր սեփական տեխնազությամբ, կարող ուրիշի տեխնազությամբ կազմակերպի նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ, առաջինը նման ընտրությունները 20 տարիների ընթացքում։ Եվ դրա համար մեր պայքարը ոչ միայն հաղթանակի համար է, ոչ թե իշխանափոխության, այլ ժողովրդին իր իշխանությունը, սահմանադրական իր իշխանությունը վերադարձնելու համար։ Եվ ոչ թե քրիտիկական զանգված հավաքելու համար, որ մեկն ու մեկը չարախնդա, այսօր շատ եք, այսօր քիչ։ Իմ նախագահական ընտրության ժամանակ, երբ ընտրվեցի, բայց վախկոտը գողացավ, ես արյան դեմ էի, առաջի քանի օրը 5 հոգի էր 15 եւ ասում են, ես ինչ ես անում 15 հոգի հավաքում, իսկ 28 օր հետո այդ 5-ը 15-ը դարձավ 10,000, 15,000։ Ինձ համար իհարկե տարբերություն անում է այդ քանակը, բայց խնդրում եմ ժողովրդին ոչխարի դեղ չտնեմ, որ իրենց քանակն է հաշվում։ Ամեն մեկը այստեղ կանգնած մի ընտանիք է, մի գերտաստան է, մի զինվոր է եւ մի ուժ է, եւ այդ ուժերը մենք իմի պիտի բերենք ծրագրով, քայլելով, մի օրվա մեջ չէ, 26 բաղրայման չգրոհելով, չենք գրոհելով ոչ մի տեղ, բայց դանելու ենք մեր պայքարը բոլոր ջագատներով, դիվանագիտական արտաքին եւ առօրյա ներքին։ Հիմա մեր գրաֆիկի մասին հիշեցում ներողություն նրանց, ովքեր արդեն դեղյակ են եւ սա գրգնությունը, բայց ուզում եմ, քանի որ մենք չունենք սեփական հեռուստատեսությունը, ձայնասկյուրը, ուրեմն ես պիտի ընթերցեմ մեր գրաֆիկը երախտագիտություն հայտնելով նաեւ լրագրողներին, ովքեր հանրության մատչելի կդարձնեն մեր ամենօրյա քայլերը։ Վաղը կլինենք Սյունիք աշխարհում եւ նժդեի քաղաքացիները, նժդեյան Հայաստանի քաղաքացիները մեզ կհանդիպեն մշակույթի տան դիմաց կապանում ժամը 11-ին։ Պարոն Խաչատրյանին հրավիրում ենք հրապարակ մեզ հանդիպելու։ Գորիս երթով
կընթանանք ժամը 14:00-ին հրավիրելով հերոս Գորիսը եւ գորիսեցիներին իրենց ակունքներին հրավիրելով իրենց դուրս վախից, անդարբերությունից, պատուհաններից եւ ժողովրդի գիրկը, որտեղ Գորիսը, որ պաշտպանեց Գուրցկով Հայաստանի Հանրապետությունը թշնամու գրագից, անպատկերացնելի քաղաք դարձած է եւ Գորիսը պիտի վերադառնա այդ ակունքներին։ Սիսիան 15:30 այնտեղ հրապարակում, Եղեգնաձոր նույնպես հրապարակում 17:30, սակայն քանի որ Վարդանյանը Եղեգնաձորցի է եւ սուքի մեջ է ողջ ազգը իհարկե, հավանաբար բարձրագոչ բարձրացայն այսպես հավաք չլինի, այլ համեստ բարգեշտ լրելյայն։ Ամսի 17-ին կգնանք շտաբի պետ հանցակորձ պետական ծառայությունը գուսակցական նվիրվածության հետ շփոթած Հովիկ Աբրահամյանի տեղը Արդաշատ թատերական հրապարակում թատրոնի դիմաց երթ կկատարենք, երկու խոսք ասենք եւ նույնպես Արդաշատցուն մեր հին մայրաքաղաքի բնակիչներին համակարգացնենք կհրավիրենք դուրս արժանապատվության իրավունքների, թող չսպասեն միայն մեզանից, ամեն մեկը իրեն համար, իր համար, իր ընտանիքի, իր երեխաների համար պարտավոր է դա անել, չենք ստիպում, ոչ էլ հրավիրում ենք, եթե ուզենաք փոխել մեր երկիրը եւ հասնել այդ երանելի օրվան։ Արմավիր 14:30 հրապարակ եւ 17-ին 5 շաբթի Թալինում 16:30-ին Թալինի հրապարակում գավարտենք օրվա աշխատանքը։ Ամսի 18-ին ուրբաթ, ինչպես գիտեք, ժամը 17:00-ին մեծ հանրահավաք այստեղ, որտեղ հանրագումարի կբերենք առաջի երկու օրվա քաղաքացիական ժողովները նվիրված Սերժ Սարգսյանի հրաժարականի հրամայականի եւ անցումային կառավարության կազմավորման եւ կունենանք հանրահավաք, կարևոր հայտարարություններ, երդասարտները շատ ավելի ակտիվ կլինեն եւ երթով կամփոփենք 18-ի երեկոն այդ օրը հայտարարելով թե հաջորդ շաբաթ որոնք են լինելու մայրաքաղաքում մեր աշխատանքները։ Մինչև նոր տարի Սուրբ Ծնունդ մեր քաղաքացիները եւ ոստիկանը մի քիչ պիտի աշխատենք, հա։ Կդոնենք նոր տարին իհարկե, որտեղ այդ նոր տարում պիտի ունենանք նոր Հայաստանը, իրավունքի Հայաստանը, բայց իհարկե մենք մի քանի օրվա կոնե ընդմիջում պիտի անենք, որ ամեն մեկ իր ընտանիքի հետ անցկացնի այդ շատ կարևոր ավանդական տոնը։ Ամսի 19-ին կշարունակենք Աբովյանով ժամը 11-ին կինոյդան դիմաց, Հրազդան 12:30 մարզպետարանի դիմաց, Գավառ, որտեղ պակաս չեն գեղձիկները, քան Սյունիքում, որտեղ նույնպես հրաժարականի պահանջը եւ ստվերը եւ հրամայականը արտահայտվելու է ոչ միայն այդ երկու տեղը, այլ բազմաթիվ տեղեր։ Եվ դրանից հետո Մարտունի 15:30 հրապարակ, Իջևան 17:30, Իջևանը Վանաձորը եւ Գյումրին, ինչպես գիտեք, պաշտոնական տվյալներով անգամ ոչ քվեարկեցին, իսկ նախագահական ընտրություններում հիմնական քաղաքները քվեարկեցին հանուն փոփոխության եւ հանուն հանրապետության։ Իսկ ամսի 20-ին Աշտարակ 11:00 հրապարակ, Աբարան երթ Խաչմերուկում, Սպիտակ 13:00, Վանաձոր 14:30 եւ Գյումրի 17:00 մեր այս առաջի շրջանի վերջի քաղաքացիական ժողովը այս օրակարգով։ Մինչ այդ կհանդիպենք այստեղ ամեն օր ժամը 17:00-ին, իսկ գուզեմ ամփոփել ասելով, որ Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը շտաբի պետը, մարզպետները մի շարք, քաղաքապետեր, մանր եւ մեծ գուսակցապետեր, շտաբի պատասխանատուներ հնարավորություն թեր ունեն ինքնագամ հրաժարական տալու, քանի թեր շարժումը հանդուրժող է, համբերադար է եւ առաջարկում եմ իմ փափուկ լեզվով, առողջությամբ, որ սա է ժամը ինքնագամ հրաժարական տալ ունենա այդ տղամարդկությունը, արժանապատվությունը, փրկել սեփական դեմքը պատմակրքերի եւ մեր ավակա սերունդի համար։ Թե ոչ, մենք կհայտարարենք ուրբաթ օրը
այնինչ որ մենք չենք ուզում հայտարարել։ Բայց գրկնում եմ, եթե ներսում գա հանցագործություն, պետական դավաճանություն, ուրեմն արտաքին քաղաքականությունում գա ձախողում, պրավալ։ Եվ մենք իրավունք չունենք ոչ Արցախյան ճակատում, ոչ Նախիջևանում, ոչ Թուրքիա-Հայաստան հարաբերություններում այդ ձախողումը թույլ տալու համար։ Արդարություն դանը, արդարություն աշխարհում։ Խոսք ունի ասելու նաև Նոր Հայաստան ճակատի քաղաքական խորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյան, այնուհետև եթե կլինեն հարցեր, բանախոսներից պատասխանեն ձեր հարցերը։ Պարոն Հովհաննիսյան, այդ հարցը կարելի է հարցին։ Ասուլիս է հարգելի համբերեք կավարտվի, հետո հարցեր կտանք։ Հա, ասուլիսը ո՞րն է, ես մի քիչ Շնորհակալություն։ խոսում եք, այդ ասուլիսը։ Ըստ էության Հայաստանում ընտրությունները բացառապես մեկ նպատակում են կեղծելու համար եւ այդ նպատակը կոչվում է կոռուպցիա։ Եվ ակնհայտ է, որ այն անձիկ, ովքեր ներգրաված են լինում դրա կազմակերպման մեջ, ոչ թե իրականացման, այլ կազմակերպման մեջ, գտնվում են իշխանության ամենաբարձր օղակներում, համակարգվում է հանրապետական կուսակցության շտաբի կողմից իր ղեկավարի Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ եւ ճակերտավոր գործողության պլանը, բարբարոսա պլանը հենց այդտեղ է ընդունվում եւ տարբեր տեսակի մակարդակի չինովնիկների օգնությամբ փորձում են դրանք կյանքի կոչել։ Ուրեմն այդ կոռուպցիան, որը գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում, հենց այնպես չէ, եւ առաջի հերթին հարվածում է մեզ բոլորիս, որովհետեւ մենք բազմամիլիարդ, բազմամիլիոն ներդրումներ ենք կորցնում այդ կոռուպցիայի պատճառով։ Մենք կորցնում ենք աշխատատեղեր, բարձր աշխատավարձեր, սոցիալական արդարության քիչ թե շատ հնարավորություն։ Այնակիցներ, այնտեղ ուշադրություն խնդրում եմ չդարձնել, ոստիկաններն իրենց գործն են անում, ոչինչ։ Եվ ցանկացած պարագայում ակնհայտ է, որ այդ ընտրակեղծարարության դեմ առնելը անհրաժեշտ է որպես կոռուպցիայի դեմ պայքարի ամենաառաջին քայլ։ Եվ հատկապես հաշվի առնելով անսոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք մենք ունեցել ենք եւ հետագայում ավելի շատանալու են, ակնհայտ է, որ մենք շատ կարճ ժամանակում պետք է լուծենք այդ կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրները, փորձենք իրական արդյունքների հասնել, որպեսզի հնարավորություն ունենանք քիչ թե շատ գոնե այս կարճ ժամանակահատվածում այն մարտահրավերները սոցիալական, տնտեսական, որոնք Հայաստանի ուղղությամբ գալու են, փորձենք չեզոքացնել։ Տեսեք, նավթի գինը օրեօր ընկնում է։ Սա նշանակում է, որ ռուսական շուկան Հայաստանի համար այն ինչ-որ իշխանությունները խոստանում էին, որ ինչ-որ դրախտային իրավիճակ է ստեղծելու Հայաստանում, փակվելու է, որովհետև թույլը ռուբլին թույլ չի տալու համապատասխան ծավալով արտահանում իրականացնել։ Պղնձի գները աշխարհում ընկնում է։ Սա նշանակում է, որ որքան էլ պղինձը մի քանի հոգու գրպան է ըստ էության մտնում եւ հարկերից մի փոքր մաս է պետությանը գալիս, միևնույն է, այդ փոքր մասն էլ ըստ էության չի գալու։ Ռուսական շուկայի նմանատիպ իրավիճակը նաև իրենից ենթադրում է, որ Հայաստան տրանսֆերտներ չի չէ գալու։ Գիտեք, որ օրեօր անցած տարվա համեմատ տոկոսները այդ մեծանում է։ Վերջի ամսվա կտրվածքով, եթե չեմ սխալվում, մոտ 65% էր կազմում կրճատումը։
Սա նշանակում է, որ մյուս տարի այդ կրճատումը ավելի է մեծանալու։ Եվ բնականաբար դա ազդելու է Հայաստանում առևտրաշրջանառության վրա։ Ուստի մեզ մնում է միայն մեկ ճանապարհ։ Կոռուպցիայի դեմ պայքարելով ազատականացնել Հայաստանի տնտեսական դաշտը, որը հնարավորություն կընձեռի նախ ներդրումներ իրականացնել, հնարավորություն կընձեռի միջազգային հանրությանը փոքրից շատ է օգնություն կազմակերպել այդ ժամանակահատվածի համար։ Իսկ կոռուպցիայի դեմ մենք կարող ենք պայքարել միայն իշխանափոխության պարագայում, որովհետև այս տարիների փորձը ցույց է տվել, որ իշխանությունը չի կարող ինքնասպան լինել, որովհետև իր սնուցումը բացառապես կոռուպցիայից է։ Եվ Հովիկ Աբրահամյանը, ով հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավարն է, ինքը չի կարող պայքարել, որովհետև կոռուպցիայի հիմք հանդիսացող ընտրակեղծարարության գլխավորողը հենց ինքն է եղել, պաշտոնապես ինքն է եղել, որովհետև այն ընտրակեղծիքները, որ տեղի ունեցան եւ ամբողջ աշխարհը արդեն այսօր ճանաչեց այդ ընտրակեղծարարությունը, ղեկավարվել է բացառապես հանրապետական կուսակցության շտաբի կողմից եւ ոստիկանների եւ ազգային անվտանգության ծառայողների չեզոքացումը իրենց պարտականությունները իրականացնելիս հենց հրամանը այդտեղից է եկել։ Ուստի եւ մենք այլ ճանապարհ չունենք, քան միասնական ջանքերով իշխանափոխություն իրականացնել, հակակոռուպցիոն իրական քայլեր իրականացնել եւ երկրում փոքրից շատ է անհապաղ վերականգնել սոցիալական արդարության ինստիտուտը։ Շնորհակալություն։ Հարգելի լրագրողներ, հիշեցնում եմ, որ Նոր Հայաստան ճակատի ներկայացուցիչներ Ռաֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը եւ Զարուհի Կոստանջյանը վաղը Սյունիք կմեկնեն առավոտյան ժամը 5-ին Երզանկյան 75 հասցեից։ Հիշեցնում եմ նաև, որ 18-ին, դեկտեմբերի 18-ին Ազատության հրապարակում նախատեսում է մեր հերթական մեծ հանրահավաքը, ինչպես նաև տեղեկացնում եմ, որ քաղաքական խորհուրդը իր մի մասով է լինելու մարզերում, հերթով շրջագայելու է, իսկ քաղաքական խորհրդի մյուս անդամները լինելու են այստեղ եւ մեր այս ասուլիս քննարկումները ամեն օր ժամը 17:00 կայանալու են։ Վաղը ասուլիս քննարկման բանախոսներն են քաղաքական խորհրդի անդամներ Հմայակ Հովհաննիսյանը եւ Անդրեաս Ղուկասյանը։ Եթե հարցեր կան, խնդրեմ։ Պարոն Հովհաննիսյան, եթե կարելի է բոլոր հարցերը միանգամից տամ, 3-ն են դրանք, ինչպես է գնահատում Միացյալ Նահանգների դեսպանատան նոր հայտարարությունը, որում արդեն նախազգուշացում կա։ Երկրորդ հարցը դուք Գորիսում ասացիք, որ սպասելու եք Սուրիկ Խաչատրյանին, ինչ եք ուզում կապանում, ինչ եք ուզում նրան ասել, եւ երրորդ հարցը Հայ ազգային կոնգրեսը նախաձեռնել է դիմել սահմանադրական դատարան, Ժառանգությունը խմբակցությունը միացել է, պարզ է դուք ինչ հույսեր ունեք այս կառույցի հետ։ Բարը։ Երեք հարցեր առաջինը նորից ասեք Արլը։ Միացյալ Նահանգների դեսպանատան հաղորդագրությունը։ Ես չէի ուզենա օդար պետության տեսակետը մեկնաբանել, իհարկե այդ հայտարարությունը նշանակում է, որ Ամերիկան լրջակույնս մոտենում է հայաստանյան ներքին դրվածքին, նախապատժամիջոցների մասին է խոսքը, երբ հաստատված զեկույցների միջոցով, որի աղբյուրը ժողովուրդն է, կուսակցություններն են, քաղաքացիներն են եւ այլն, կարելի է պատժամիջոցներ։ Ես ցանկություն ունեմ, որ մենք այս հարցը լուծենք Սարգսյանի հրաժարականը, անցումային կառավարության կազմավորումը եւ արտահերթ ընտրությունները առանց օդար միջամտության, բայց եթե Ամերիկան, Եվրոպան եւ համանման երկրներ ուշացած ուզում են գիրառել ժողովրդավարական սկզբունքները, միայն կարելի է ողջունել դա։ Եվ ավելին ակնկալել, որ պետք է ոչ թե ճանաչել դե ֆակտո փաստացի
այդ գեղձակվեի արդյունքը եւ ընթացակարգը այն մերժել, որտեղ ինքը Ամերիկայում եվրոպական ցանկացած երկրում մերժելի կլիներ։ Ինքը արվոչինչ կլիներ եւ փաստորեն Հայաստանում ինքը արվոչինչ է, ինչպես նաև ասել եմ այս իշխանությունները եւ Սարգսյան Սերժը, այսինքն գուսակցության պետը Սարգսյանը հրաժարականի մեջ է փաստացի։ Մնացածը ժամանակի խնդիր է, բայց հույս ունեմ, որ առաջի մենք մեծ բարձրակույն չափանիշի համապատասխան կդատենք, կքննենք, որտեղ դրանք ոչ միայն եվրոպական միջազգային չափանիշներ են, դրանք հայկական չափանիշներն են։ Մեր չափանիշը երկրորդ սորտի պետության չափանիշ չէ, մեր չափանիշը բարձրակույն է եւ այդ բարձրակույնին մենք պիտի համապատասխանենք, որ կարողանանք իսկապես այդ ներքին մեր արդարությամբ, իրավականությամբ սպասարկել մեր արտաքին քաղաքականությունը եւ մեր ազգային շահերը։ Այնպես որ հույսով ենք, որ հետեւողական կլինեն մեր գործընկերները, ովքեր ուզում են Հայաստանի ժողովրդավարությունը։ Մենք կարող ենք իրենց հետ համաձայն չլինենք այս կամ այն հարցում, ցեղասպանության ճանաչման եւ հադուցման, Արցախի ճանաչման, բայց Հայաստանն չի ճանաչել Արցախը։ Դրա համար կապը ուղղակի է, աղբյուրը Հայաստանն է, չափանիշը հայաստանյան է եւ մենք պիտի ապահովենք այդ չափանիշները առաջի հերթին ապահովելով Սերժ Սարգսյանի հրաժարականը նախընտրաբար ինքնագամ, եթե մարդկություն, արժանապատվություն մնացել է։ Հետոն արդեն երևա եւ ամեն ինչ պիտի անենք, որ այդ հետոն բռնությամբ չուղեկցի, որտեղ ժողովուրդը գտնում եմ այստեղ է հասել համբերության բաժակը, ես քաղաքներում անցնում եմ, քաղաքացիների հետ խոսում, գյուղացիների, ես պետք չունեմ ձեզ վստահեցնելու, թե ժողովուրդը ինչ է խոսում, ցավ է, որ ատելություն կա, զզվանք, եւ դա հիաստապություն չի, դա նրա հետ գապ չունի, որ մենք այստեղ այսօր 100 ենք, ուրբաթ 5000 ենք, թե մյուս օրը 50000, գապ չունի, այդ ընթացքը բոլորը լինելու է, կհիշեք այս օրերը, բայց գապ ունի նրա հետ, որ իսկապես դեկտեմբեր 6-ին մենք ոնց որ Նյու Յորքյան այդ երկնակերերը ground zero դարձան, Հայաստանը պաշտոնապես ground zero հատակ հասավ, ներքև չկա այլևս, եւ Հայաստանը իր տոնը գարկին պիտի հրավիրե եւ ուրախ կնենք, որ ամերիկացիները, եվրոպացիները, եթե ուզենան անգամ ռուսները, իրենք նույնպես ժողովրդավարական Հայաստանի հավասար դաշնակիցներ լինեն։ Նույնը ասել եմ ռուսաց դեսպանին։ Ռուսաստանը նաև պետք է վերանայի իր մոտեցումները Հայաստանին։ Երկրորդ հարցը Երկրորդ հարցը սահմանադրական դատարան ժառանգությունը չի միանալու, թե ողջունում է Հայ ազգային կոնգրեսի քայլը, իհարկե դա իր իրավունքն է։ Եթե Հայ ազգային կոնգրեսի կամ ժառանգության կամ որևէ մի գազམ་ավորման նոր Հայաստանի մոտ կա խոսք, որը դպավորություն է թողնում, որ ինչ որ մի ուժի է պատկանում ժողովրդի ոչի մենաշնորը, իսկական ընդդիմադիր լինելու պայքարի դրոշակը, դա ճիշտ չէ, մեղմ ասած դա ճիշտ չէ։ Ոչ մեկը մենաշնորհ չունի եւ գոչ եմ անում մեր գործընկերներին, բոլոր անունների գործընկերների, հին եւ նոր երիտասարդ եւ հին գուսակցությունների այդ մենաշնորհային խոսքից դուրս գալ, խնդրում եմ, որտեղ իրական ընդդիմությունը արդեն դարձել է ժողովրդի ոգի, ժողովրդի մեծամասնություն եւ այն, որ հիմա գա որակ հրապարակում ասուլիսու, սա հանրահավաք չէ, սա ասուլիս է, մենք կտեսնենք առաջիկա ամիսների, շաբաթների ամիսների ընթացքում, որ ինքը պիտի դառնա այն ուժը, որը բերելու է մեր ցանկացած նոր իրավական Հայաստանը։ Գագիկ Հարությունյանը սահմանադրական դատարանի նախագահն է եւ առաջի օրվանից մենք ասել ենք, եւ ես չեմ ասում, ես առաջինը ասացի, բայց գրկնությունները ուրիշ տեղերից լսել եմ վերջերս, որ ինքը իր սկզբանե շահերի փախման մեջ է։ Այսինքն ինքը համ դատական իշխանության բարձրակետն է, ինքը պիտի քննի ցանկացած սահմանադրական հարց, բայց ինքն է, որը գլխավոր հեղինակն է այդ սահմանադրական փոփոխությունների։ Հասկացաք այդ հակասությունը։ Ինքնին ճանապարհի գեղձավորությունը, գեղձիկը նրանում է։ Սարգսյան Սերժը բարդվելով ինձ եւ ժողովրդին 2.5 տարի առաջ, ուզեց որ ես ստանցնեմ այդ բարդականությունը եւ դառնամ մեղսագից ուրիշների նման։ Դրա համար ես համարում եմ, որ Գագիկ Հարությունյանը կոնֆլիկտի մեջ է, հակասության մեջ է եւ նվազագույնը ինքն իրեն պիտի հեռացնի այդ քննությունից։
նրանք ովքեր առնչվել են այդ սահմանադրական փաթեթի պատրաստման հետ պետք է հերու մնան դատական գործընթացի մասնակցությունից։ Իսկ ընդհանուր առմամբ ես դեմ չեմ, ես անգամ անհավասար պայքարի պայմանների կողմնակից եմ, ժառանգությունը որոշել է չմասնակցել, դրա գարիկը չկա, որտեղ մենք արդեն հատակ ենք ասել, այո, իրավական պայքար պիտի տանենք, դա պետք է ողջունում ենք Հագի քայլը, կզորակցենք, բայց հիմնական աշխատանքը մերը քաղաքացիական է, հրապարակում, դիվանագիտական, դեսպանների հետ բազմապարտ աշխատանք ունենք անելու եւ այդ դիմումը, որին զորակցում ենք, դա կլինի այդ աշխատանքներից մեկը։ Ողջունել ես երրորդ հարցը։ Սուրիկ Խաչատրյանը ինչ եք ուզում։ Ես նոր ասի, որ մենք Նժդեյան Հայաստանի համակարգացիների հետ կլինենք մշակույթի դանդիմաց, ոնց որ իր գրասենյակը մի քանի 100 մետրի վրա է, ցանկալի է որ ինքը մոտենա իր համակարգացիներին, գիտեմ որ ինքը ազատ է շրջում, բայց իրեն ենք ասում, որ ինքը դուք տվյալ դեպքում, այսինքն ոչ միայն Սերժ Սարգսյանը, Բոբիկ Աբրահամյանը եւ տասնյակ այլ մարդիկ, ում անունները ոչ թե խնայում ենք, անուններին կհասնենք շուտով, կատեգորիաներով խոսում ենք, այսինքն շտաբի պետը Սարգսյանը, իսկ տվյալ դեպքում մարզպետների դասի կատեգորիայի մարմնավորողը, բայց ոչ միակը, կան այլ մարզպետներ, որը կվերցնեն քաղաքացիական նշանի տակ, Սուրիկ Խաչատրյանն է, հանցագործություն է կատարել, անցյալում էլ կատարել է, եւ ոչ միայն ընդրակողություն, եւ սա հայաստանյան չափանիշ չէ, սա հերոսություն չէ, սա մաչո տղամարդկություն չէ, վախկոդություն է։ Եվ հերիք է որ վախկոդը անվախին վախեցնի, պատկերացրու։ Դրա համար անվախները պիտի ասեն ոչ վախկոդին եւ պատասխանատվության արժեվ կանգնելու առաջ պիտի առաջարկվի, որ ինքնագամ ինքը հերանա, ունենա այդ նույն հատկությունները, եթե իսկապես ինքը ծառայել է Արցախյան ճակատում եւ ոչ թե շահագործել է մեր պայքարը համազգային իր սեփականի համար։ Դրա համար պիտի առաջարկենք հրաժարական, եթե հավանական դարբերակը լինի, որ ընդառաջում չլինի, ուրեմն ժողովուրդը միասին կորոշի թե ինչ է անելու։ Մեր քաղաքացիական ժողովների օրագարկի զույգ թեմաները, որով կսկսենք վաղը 11-ին Կապանում եւ որին հրավիրում ենք Սուրեն Խաչատրյանին, Սերժ Սարգսյանի ամիջական հրաժարականը, ինչպես նաեւ այդ ամբողջ դասի, որը հասնում է մինչև պարոն Խաչատրյանը, ինչպես նաեւ անցման շրջանի համար ժողովրդին վստահությունը վայելող կառավարության կազմավորումը։ Իսկ եթե ինքը չներկայացավ, ժողովրդին կդիմենք, քաղաքացիական բաց ժողով կնենք, կունենանք զեկույցներ մեր դեղացի համակարգացիներից եւ ժողովրդի թողորոշի թե ինչպես ուզում է ընթանալ։ Դրա հանրակումարը ուրբաթ օր ժամը 5-ին այստեղ հրապարակում։ Ուրիշ հարցեր։ Դե վաղը ժամը 5-ին մեր ներկայացուցիչները կլինեն հրապարակում, Վարոժան ուզում ես փակել, մենք ժամը 5-ին առավոտը կմեկնենք, կլինենք վաղ ինչպես գիտեք Սյունյաց աշխարհում եւ Վայոց ձորում եւ կվերադառնանք Երևան եւ կշարունակենք հաջորդ օրը, բայց մեր ներկայացուցիչները կլինեն Մայրաքաղաքում, այստեղ Ազատության հրապարակում, մեր իշխանության հրապարակում եւ գաբի մեջ կլինեն մարզային հանդիպում անցկացնող համակարգացիների հետ։ Բարի երեկո բոլորին։